Judges from Britain, America, Russia, and France assemble in Nuremberg's courthouse. It is forbidden by international law for private power. Մինչև 1990-ականների սկիզբը Նյուրնբերգի և Տոկիոյի միջազգային ռազմական տրիբունալների որևէ ժառանգորդի շուտով ի հայտ գալը թվում էր անհավանական։ Այնուամենայնիվ, 1990-ականների հակամարտություններին, Հարավսլավիայի փլուզման պատերազմներին ի պատասխան միավորված ազգերի կազմակերպությունը վերակենդանացրեց միջազգային քրեական տրիբունալների գաղափարը։ Հակամարտությունները բնութագրվում էին միջազգային քրեական իրավունքի լայնածավալ խախտումներով։ Բոսնիայում գտնվող համակենտրոնացման ճամբարների լուսանկարները, որոնք հոլոքոստի հիշողություններ էին արթնացնում, հանրային դժգոհություն և իրավիճակի հետ կապված ինչ-որ բան ձեռնարկելու պահանջ առաջացրին։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 780 բանաձևով ստեղծվեց հանձնաժողով Հարավսլավիայում միջազգային հանցագործությունների մեղադրանքները քննելու համար։ Հանձնաժողովի ջանքերի գագաթնակետը 1994 թվականին հրապարակված զեկույցն էր։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորհրդակցեց պետությունների հետ և առաջարկեց, որ անվտանգության խորհուրդն իր բանաձևով դատարան ստեղծի։ Միջազգային պայմանագրով դատարան ստեղծելու հնարավորությունը գործնական պատճառներով մերժվեց, սակայն զեկույցին կցվեց տրիբունալի կանոնադրության նախագիծը, որը որոշ առումով կառուցված էր Նյուրնբերգյան միջազգային միջկառավարական հանձնաժողովի կանոնադրության օրինակով։ Անվտանգության խորհուրդն իր 827 բանաձևով ընդունեց կանոնադրության նախագիծը։ 827 բանաձևը սահմանեց անվտանգության խորհրդի Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի ստեղծմամբ հետապնդած նպատակները, որոնք էին Հարավսլավիայում ստեղծված պայմաններում տրիբունալը կարող էր վերջ դնել նման հանցագործություններին և արդյունավետ միջոցներ ձեռնարկել դրանց համար պատասխանատու անձանց պատասխանատվության ենթարկելու համար և այդպիսով նպաստել խաղաղության վերականգնմանն ու պահպանմանը։ Տրիբունալը իրավազորություն ուներ նախկին Հարավսլավիայի տարածքում 1991 թվականի հունվարի 1-ից հետո կատարված պատերազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և ցեղասպանության նկատմամբ։ Տրիբունալը նաև ներպետական դատարանների նկատմամբ զգալի գերակայություն ուներ։ Տրիբունալը կարող էր պետությունից պահանջել հետաձգել իր կողմից նախատեսվող կամ ձեռնարկվող ցանկացած վարույթ։ Այն իրավիճակները, որոնց դեպքում հետաձգումն արդարացված էր, մասնավորեցված էին դատավարության ընթացակարգի և ապացույցների կանոնների 9-րդ կանոնում և շատ լայն էին, ինչը տրիբունալին փաստացի թույլ էր տալիս ըստ ցանկության պահանջել գործերի փոխանցում։ Գործը շատ դանդաղ էր գնում, քանի որ պետությունը դատարանի հետ չէր համագործակցում։ Մոտավորապես 2000 թվականին տրիբունալի դատավորները եզրակացրին, որ իրենց աշխատանքը կավարտվի ամենաշուտը 2016 թվականին։ Քանի որ սա համարվեց չափազանց երկար ժամանակահատված, տրիբունալը անվտանգության խորհրդին առաջարկեց մշակել ավարտական ռազմավարություն, որը մի շարք քայլեր էր ընդգրկում։ Ամենակարևորը արտահասթիկային դատավորների ստեղծումն էր, որոնք մեկ գործ էին քննելու։ Տրիբունալի տեսանելիության և ընկալվող արդյունավետության մակարդակը զգալիորեն բարձրացավ 2001 թվականին, երբ Հարավսլավիան զգալի տնտեսական և քաղաքական ճնշումներից հետո սկսեց հատուկենտ գործերով համագործակցել տրիբունալի հետ, մասնավորապես 2001 թվականի հունիսին նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչին Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալին հանձնելուց հետո։ Այս ժամանակահատվածում դատախազը քննությունների ավարտը մինչև 2004 թվականի վերջը ապահովելու մի շարք նախաձեռնություններով հանդես եկավ։ Դրանք ի թիվս այլ հարցերի կենտրոնանում էին բարձրաստիճան պաշտոնյա հանդիսացած հանցագործների վրա։ Հույս կար, որ դա տրիբունալին թույլ կտա մինչև 2008 թվականն ավարտել իր դատավարական գործունեությունը։ Այդ ժամանակ հնարավոր էր համարվում տրիբունալի
ըստ ժամանակացույցի գործելակերպը մեղադրյալների կողմից մեղքն ընդունելու պատրաստակամության աճի, տրիբունալի հետ համագործակցության ավելացման և այն փաստի շնորհիվ, որ ավելի շատ մեղադրյալներ սկսեցին կամավոր հանձնվել տրիբունալին։ Տրիբունալը վերանայեց դատավարության ընթացակարգն ու ապացուցման կանոնների 11 պրիմ 2 կանոնը, թույլ տալով դատարանին մեղադրական եզրակացությունները, իսկ հետագայում նաև գործերը փոխանցել ներպետական դատարաններին։ 2003 թվականի օգոստոսին կարևոր զարգացում արձանագրվեց, երբ Անվտանգության խորհուրդը 1503 բանաձևում բացատրեց Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի ավարտական ռազմավարության նկատմամբ իր մոտեցումը։ Բացի նրանից, որ դատախազը մինչև 2004 թվականն ավարտում էր գործերի քննությունը, դատական պալատները պարտավոր էին ավարտել իրենց գործունեությունը մինչև 2008 թվականը, իսկ վերաքննիչ բողոքները պետք է ավարտվեին մինչև 2010 թվականը։ Ավարտական ռազմավարությունը հանգեցրեց դատավարական ընթացակարգի մի շարք նորարարությունների և փաստաթղթային ապացույցների օգտագործման աճի։ 2010 թվականին սրան հղում անելով Անվտանգության խորհուրդն անդրադարձավ Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի փակմանը։ Տրիբունալն իր գոյության ընթացքում մեղադրանք է առաջադրել 161 անձի, 90-ը դատապարտվել են, 19-ը արդարացվել։ Դեռ բավական երկար ժամանակ միջազգային քրեական իրավունքը որպես այդպիսին մնաց առանց զարգացումների։ Եվ միայն 90-ական թվականներին, երբ ծագեց նախկին Հարավսլավիայում ռազմական բախում եւ Ռուանդայում տեղի ունեցան այլ տեսակի վայրագություններ, միջազգային հանրությունը եւս վերադարձավ այն գաղափարին, թե պետք է այս հարցին լուծում գտնել։ Եվ ստեղծվեցին նախկին Հարավսլավիայի ad-hoc տրիբունալը, միջազգային քրեական դատարանը եւ քույր դատարան Ռուանդայում, որը կնայեր Ռուանդայի ցեղասպանության կազմակերպիչների քրեական պատասխանատվության սահմանումները։ Հաշվի առնելով, որ Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալն ստեղծվել է եվրոպական հակամարտության պատճառով, Աֆրիկայում ակնհայտ ցեղասպանությունից հետո անհրաժեշտ և նպատակահարմար համարվեց համանման դատարան ստեղծել, այնտեղ կատարված հանցագործությունների քննության համար։ Ի տարբերություն Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի կանոնադրության, Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի կանոնադրությունը մշակել է Անվտանգության խորհուրդը, սերտորեն հետևելով Հարավսլավիայի տրիբունալի կանոնադրության մոդելի։ Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալն, ինչպես Հարավսլավիայինը, իրավազորություն ուներ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների նկատմամբ, թեև վերջին երկու հանցագործությունների սահմանումը Հարավսլավիայի միջազգային քրեական տրիբունալի համար տրված սահմանումներից տարբերվում էին։ Այս միջազգային հանցագործությունների նկատմամբ Ռուանդայի տրիբունալի իրավազորությունը սահմանափակվում էր 1994 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Ռուանդայում հանցագործության կատարման կամ հարևան պետություններում ռուանդացիների կողմից հանցագործությունների կատարման վայրերով։ Ռուանդայի տրիբունալը ներպետական դատարանների նկատմամբ գերակայություն ուներ այնպես, ինչպես Հարավսլավիայինը։ Ինչպես Հարավսլավիայինը, Ռուանդայի տրիբունալը նույնպես ընդունել է 11 պրիմ 2 կանոնը, որը թույլ էր տալիս նման գործերը վերահասցեագրել ներպետական ատյաններին։ Ռուանդայի միջազգային քրեական տրիբունալի գործունեությունն սկսվեց չափազանց դանդաղ։ Նստավայրի հարցը Տանզանիայի Արուշա քաղաքում որոշվեց միայն 1995 թվականի փետրվարին։ Խնդիր էր նաև աշխատակազմի համալրման հարցը, քանի որ կադրերի հավաքագրումը դժվար և դանդաղ գործընթաց էր։ Այնուամենայնիվ, առաջին մեղադրական եզրակացությունը հաստատվեց 1995 թվականի նոյեմբերին։ Վաղ փուլերում աֆրիկյան մի շարք պետությունների հետ համագործակցությունը բավական արագ հաստատվեց, և առաջին երկու ամբաստանյալների դեմ վարույթն սկսվեց 1996 թվականի մայիսի 30-ին։ Սակայն Ռուանդան տրիբունալի հետ իր հարաբերություններում բավական սառն էր։ Ռուանդայի տրիբունալի ճակատագիրը կտրուկ փոխվեց 98 թվականի մայիսին, երբ ցեղասպանության ժամանակ իշխանության եկած կառավարության վարչապետ Ժան Կամբանդան ընդունեց ցեղասպանության մեջ իր ունեցած մեղքը։
Չնայած շարունակական տեխնիկական, լոգիստիկ եւ ռեսուրսներով ապահովման խնդիրներին, տրիբունալը մտավ մեծ ծավալի դատավարական աշխատանքի փուլ, որը հանգեցրեց Անվտանգության խորհրդի կողմից 98 թվականի ապրիլին դատական պալատների թիվն ավելացնելու որոշմանը։ Ռուանդայի տրիբունալի դիրքը բարելավվեց 1991 թվականին, երբ Անվտանգության խորհրդի 1329 բանաձևի համաձայն դատավարություններին աջակցելու համար նշանակվեցին արտահասթիկային դատավորներ։ Մինչև 2001 թվականի սկիզբը ենթադրվում էր, որ դատախազը կավարտի իր մինչ դատական աշխատանքը մինչև 2005 թվականը։ Այնուամենայնիվ, այդ աշխատանքները դանդաղ էին ընթանում եւ մեղադրյալների մինչ դատական կալանքը շատ երկար էր տևել։ 2003 թվականի օգոստոսին Անվտանգության խորհրդի 1503 բանաձևը սահմանեց խորհրդի կողմից տրիբունալի գործունեության ավարտման ժամանակացույցը։ The end of the Cold War and the eruption of mass atrocities in the former Yugoslavia and Rwanda in the early 1990s prompted the international community back into action. The United Nations Security Council set up two temporary ad hoc tribunals, the International Criminal Tribunal for the former Yugoslavia in 1993 and the International Criminal Tribunal for Rwanda in 1994. Their primary contributions include successfully prosecuting high-level politically, military and paramilitary leaders, including a former head of state, defining core international crimes by providing detailed interpretation of the legal elements of genocide, war crimes, and crimes against humanity, further refining the definitions of modes of liability, including command responsibility, clarifying the specific intent required for the crime of genocide, and defining the protected groups targeted for destruction. Advancing international law by prosecuting sexual violence as a war crime and as crimes against humanity, and in some cases as an act of genocide. Developing procedural and evidentiary law, combining elements of adversarial and inquisitorial legal traditions. These tribunals also developed new rules for evidence, witness protection, and legal aid, which have served as a model for other international courts. Other hybrid tribunals contributed significantly to the development of international criminal law. The Khmer Rouge Tribunal in Cambodia, the Tribunal for Sierra Leone, and others. Judges from Britain, America, Russia, and France assemble in Nuremberg's courthouse.